Ինչի մարեք եկել, հայրիկ ինչ գործ ունեք ստեղ։ Ինչ եք եկել։ Ձեր հետևից եկանք։ Պաստորեն ստեղ եք աշխատում, հա։ Հաջած Պետոջան, սովորական գործ է, ինչ կա դրա մեջ։ Բան չի եք ասում, թե պահեստա։ Դե սրանից առաջ ուրիշ գործեր էլի, ես նոր տեղա։ Ախր հայրիկ, կյանքիդ մեռնեմ, ահու երեխա չենք, ինչ եք անում ստեղվա։ Երեխա եք, բա ինչ եք, բա մարդ կգասեն ստեղ կաշխատի։ Այդ Գուգո։ Մորը ինչ եմ ասելու, հա։ Թե չնենց ամեն ինչ պատմում ես էլի մամային, ես մի բանն էլ մի ասա։ Հիմա որ տեսան սենց հավաքված ենք, այստեղ կանգնել ենք 100% պրոբլեմա լինելու։ Դու սուս մնա։ Տղեկին բերեք ցել էստեղ։ Արտակը մեղավոր չի։ Դուք գնացեք տուն, մենք կգանք ձեզ ամեն ինչ կպատմենք։ Այդ ուր։ Պապա, ասում եմ, դուք գնացեք, մենք կգանք էլի։ Ես առանց դες ոչ միտեղ չեմ գնա։ Գուգո, այդ տղա հետ ուր ես գնում, Գուգո, հետ ուր լավ, էլի պետք է Կամաց, գործի մեջ ենք։ Գարո, ուրեմն դու ինձ խափում ես տղա ջան։ Ես ոնց եղավ։ Չգիտեմ։ Բահիտակ ուշադրությունը շեղվեց։ Հարբած են։ Չէ, ես էի մեղավոր։ Շատ է ցավում։ Ցավում այլը։ Ինչ եղավ։ Ոչ մի բան ուղղակի ոտքս եմ ոլորել, բայց ոչինչ կանցնի։ Բժիշկ կանչեմ։ Չէ, պետք չի, հենա դեղ ակսում։ Կօգնի։ Դե պիտի որ օգնի։ Չէ, սենց չես կարող աշխատես դու։ Դե մինիմում 2 օր։ Չէ, ինչ երկու օր, ես վաղը գալու եմ գործի։ Այս ոտքով ոնց ես բարելու։ Դու ում ես սպասում, գնա աշխատի։ Ոնց ես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դե ես այսօր գնամ տուն պարկեմ, որ վաղը կամ։ Ես կտանեմ։ Ավտոյով ես։ Չէ, բայց Ինչ բայց, ես մեքենա կանչեմ կուղեկցի։ Չէ, ես կգնամ, նորմալ է։ Վաղը չգաս գործի։ տեսար ինչ լավ էր։ Ազատ օր տվեց։ Ինչն է լավ, որ փող չեմ աշխատել։ Հիմա կարևորը ոտը տա։ Այ Գուգո։ Չես հասկանում։ Ինչը չեմ հասկանում։ Մոռացի։ Պապային կտեին եկել։ Հա, եկել են տեսնեն որտեղ ենք աշխատում։ Չենք ասել։ Պարզ է։ Դու պատրաստվի, ես էլ գնամ փոխվեմ, որ քեզ տանեմ տուն։ Բա դու գործի մեջ չես։ Գարն ու Արտակը մի բան կմտածեն, դու հանգիստ եղի։ Հիմա ես ձեր գործը քանիսին ա վերջանում։ Ուշ, 3-ի 4-ի կողմերը հաստատ տանը կլինենք։ Հիմա 3-ին թե 4-ին։ Դե լավ էլի հայրիկ վա։ Համին նենց ես անեմ, որ ես գործից հեզ զրկվենք։ Արտակ, ես ինչ է կատարվում։ Ոչ մի բան, Միքո ջան, նորմալ է ամեն ինչ։ Դու խիսրանում չես։ Համի գնում է։ Տղեկ, սեն շեղավ, գործի անցեք։ Կամաց։ Ես օգնեմ
տուն տանեմ ու կգամ։ Հեսա ես քեզ տուն կհասցնեմ։ Դու էլ ես գալիս։ Բա մենակ չեմ թողել։ Չէ, պետք չի, ես տաքսի կնստամ կգնամ։ Դու ուրեմն զանգի թող դիմավորեմ։ Ով դիմավորի։ Չհասկացա չկա ինչ որ մեկը որ կդիմավորի։ Ուրեմն ես քեզ կտանեմ։ Հուգո։ Դու գործի չես։ Ես զգուշացրել եմ։ Բա ինձ բան չես մոռացես զգուշացնես տղա ջան։ Պապա, այս աղջկան տուն կտանեմ, կգամ կխոսեմ։ Ինձ պետք չի տուն տանել, ես կգնամ, դու մնա։ Պապա, տուն չի հասնի այս աղջիկը։ Ես քեզ տանը կսպասեմ։ Կգաս կխոսենք։ Գնա։ Կարող հաջորդ անգամ ուշադիր կլինես ու առանց շեպենելու։ Միքո Անժելան ինչ արեց։ Գնաս տուն։ Վաղը բժիշկ ուղարկես։ Լավ։ Ավելի լավա չիմանա, որ Գուգոն հետը գնացել է։ Հասկացա։ Կամաց։ Հեսա ոտը կկապենք, դերը կգցենք ու ամեն ինչ կանցնի։ Անցի հյուրասենյակ։ Էդ ինչի տանը քնած մարդ կա։ Ուշ։ Կամաց։ Հանգիստ։ Սպասի օգնի։ Ես կանեմ։ Ես կանեմ։ Շնորհակալ եմ քեզ։ Էդ մեր ոնց որ տեսար, բա ինչի տենց խառնվեցիր, որ դրա համար վեր ընկար։ Շփոթվեցի աղավար։ Դա ասենք թե շփոթվեցիր։ Հետո Դե լավ, հիմա այդ ինչ կարևոր է։ դե իմ համար կարևոր է։ Այսօր որ եկա ձեր տուն ու պապայի տեսա իր վերաբերմունքը իմ հանդեպ տղամարդիկ ինձ հազվադեպ են տենց վերաբերվում։ Այսինքն Թե որովհետև ինքը չգիտեր ես ով եմ ու որտեղ եմ աշխատում։ Լավ, հիմա ինչ ես ստիպում, որ ես այս ամեն ինչը խոսեմ։ Բա որ դուրդ չի գալիս, ինչի չես դուրս գալիս։
կողքից խոսել այնքան հեշտ է։ Բոլորը շատ լավ խորհուրդներ եք տալիս։ Լավ է պետք է շատ չափազանցնում գործը էլի հիմա որ ծանրություն տեղափոխեին ավելի լավ է։ Հա, ավելի լավ էր։ Իսկ դու մտածել ես թե տեստեղեր ու ինչ խնդիրներ կարան ունենան Մարգար։ Հա, դա էլ ճիշտ ասում։ Բարև ձեզ։ Վայ։ Ինձ թվաց արտակենք են։ Քեզ կոնկրետ ով է պետք աղջիկ ջան։ Կարոն։ Կարոն։ Այս ժամին Կարոն, ինչի՞ դա պետք։ Կներեք դուք իրա ինչն եք։ Հայրը։ Հա, բարձա։ Ես էլ Գուգոյի հայրն եմ։ Ո բան չի եղել։ Չէ, ոչ մի բան չկա։ Դե լավ, ես հետո իրանց հետ կխոսեմ։ Կներեք։ Աղջիկ ջան։ Դեռ տանը չեն, որ խոսեմ։ Ինձ գիտես ամենաշատը ինչն անհանգստացնել։ Որ Գուգոն այդ աղջկան երեք ցերեկը բերելած։ Հա հիմարություններ չանի, հա Մարգար։ Հա այդ լուրջը։ Պետք է հետը շատ ուշ խոսաս։ Խոսալու եմ։ Հաստատ խոսալու եմ, ու շատ լուրջ եմ խոսալու, որ հանգարց հիմարություն չանի, ինչա, կարապետի աղջկան չուզի։ Յա։ Էսեք ան։ Բարև ձեզ, ձեր գրիլը տակ։ Յա, ես հաստատ մերն է։ Ձեր հասցեն է։ Հա։ Ուրեմն ձերն է։ Շնորհակալ եմ։ Իդեպ 10 կտրոն հավաքելու դեպքում 11-րդ գրիլը կստանաք անվճար։ Ակցիան գործում է 1 տարի։ Ապրես տղաճան։ Ինչա։ Գրիլ AM։ AM չէ, գրիլ AM։ Հա, Գարուն ասում էր, որ շատ են այստեղից գրիլ պատվիրում։ Շատ գոհ են։ Ուրեմն տղեկն էլ պատվիրել։ Հա գոնե մի լավ բան արել են։ Դե արի ուտենք էլի, հա։ Դու մինայ տես արտակը դե պահածքանի չունի։ Գուգո, ես արդեն լավ եմ, դու գնա։ Բա որ քեզ մի բան պետք լինի։ Ինձ ոչ մի բան պետք չի, դու գնա։ Ես վաղ ընկերուհուս կկանչեմ, կգա մոտս կմնա։ Հա։
Դե լավ, լավ։ Մենակ ինձ մի բաժակ ջուր բեր ու հետո հանգիստ գնա։ Քո հանուցդ որտեղ է։ Սենց դուրս արի ու աճ։ Քեզ էլ բարև։ Բա դու ով ես։ Ես Մանին եմ։ Բա ես էլ Գուգոն եմ։ Ինչ ես եկել մեր տուն։ Մամայիս հետ ես եկել։ Մամայիդ։ Երևի մամայիդ հետ եմ եկել։ Բա մամաս ուրա։ Մաման։ Մամի, շուտ ես եկել։ Արթնացրինք քեզ։ Մերսի։ Դու թռի պարկի ես, այս մի քիչ հետո կգամ քո կողքը կպարկեի։ Հա, իմ հետ կքնես։ Մի հատ բայսա կսկտաս։ Քո սիրած բաբանին եմ բերել։ Վախ, սա շատ եմ սիրում։ Ապրես։ Որ վաղը գաս, վաղն էլ կհյուրասիրեմ։ Ուրեմն վաղն էլ կգա։ Հաջող, Գուգո։ Քեզ էլ հաջող, մանե ջան։ Բա այդ ինչի չէիր ասում, որ աղջիկ ունես։ Իսկ պարտադիր էր ասել։ Դե այսքան ժամանակ խոսացինք։ Գուգո, դու իմ մասին ոչ մի բան չգիտես։ Ես մի բան գիտեմ, որ դու աղջիկ ունես, ով չպետք է իմանա, թե դու ինչ գործ ես անում։ Չփորձես հա ինձ կյանքի դասեր տալ։ Ամենակարևոր դասը ինձ կյանքը վաղուց է տվել։ Ինչ դաս։ Այն, որ դու ես աշխարհում մենակ ես։ Կարաս գլուխ անես, շատ լավ է։ Չես կարա, բոլորին մեկ ասախ թքած ունեն քո վրա։ Չկա տենց բան։ Մարդ միշտ էլ ինչ-որ մեկի պետք է։ Հա ճիշտ ես։ Ես իմ աղջկան եմ պետք։ Ու իր հարցերը լուծելու համար պատրաստ եմ այդ գործն էլ անեմ։ Այդ հարցերը լուծելու համար ուրիշ գործ չկա։ Գուգո գնա, հա։ Ես ուզում եմ, որ իմանաս, այս գործը քեզ ապագա չի։ Եղավ։ Ես էլ ուզում եմ իմանաս, որ ինձ էլ ընդհանրապես չմոտենաս ու չխոսես հետս, եղավ։ Բայց Անժելա, Գնա ասեցի։ Ապրե, շնորհակալ եմ, մերսի, գնա։ հաջողություն։ Հաջող։ Պետոձը հանգիստ տեղի էլի։ Գուգոյի ու այդ աղջկա մեջ ընդհանրապես բան չկա։ Հիմա իմ տեսածին հվատամ, թե քո ասածին։ Ադե հա, համաձայն եմ, իրար է տուն էին եկել։ Նա էլ օգնեց, որ այդ աղջիկը տուն հասնի, բայց դա դեռ չի նշանակում, որ ինչ որ բան կա, էլի։ Գուգոն օգնել է այդքան բան։ Կարո տղա, ինչ ճիշտն ասա։ Ճիշտ եմ ասեմ, հորս արև։ Հորը տարևը հանգիստ թող։ Գուգոն ճիշտ է, շուտ է սիրահարվում, շուտ է ոգևորվում, բայց այս այդ դեպքը չի։ Այդ աղջկան ուղղակի խղճացել է։
Բալավ, հիմա ինձ ասա տենամ հիմա ուրա, հա? Լավ, տարավ այդ աղջկան, օգնեց, հասցրեց տուն։ Խի միջև հիմա չի եկել, հա? Հա պետո ձա հիմա որ հերախոսի պատասխանի կասեմ էլի ուրա բա։ Այս սենց ալում էլի։ Հեսա այդ աղջկա ձերը բռնած կգա, կասի խնդրեմ, ծանոթացեք։ Կնիք սա։ Չէ, ձյաց պետո հաստատ տեսբան չկա։ Ես ուր ես։ Տանն եմ։ Բա այսքան ժամանակ ուր է իրա գուգո արա։ Չհասկացա ինչ եք խառնվել որ։ Դեռ հարցնում ես։ Նրան չի իմար հեռախոսի զանգերին չես պատասխանում։ Ուր է հեռախոսը, տարա։ Չգիտեմ։ Իսկականից որ հեռախոսս ուր է։ Արա գուգո։ Դու ես զանգը։ Ո՞։ Ալո։ Արա Միքո ջան, դու ես։ Փախեցա։ Հա, լավ որտիա, լավ։ Հա շաշանտել մոռացել ես գործի տեղը հեռախոսը, տարա։ Էդ ուր։ Հեռախոսից հետևից։ Գուգո տղա, մենք խոսալ ու բան ունենք, հերիքա ինձնից փախչես։ Լավ, սպասեք հիմա բոլորս կոֆե խմենք, թարմանանք, ուշքի գանք, ծանր գիշեր է եղել։ Բա հեռախոսս։ Այդ հետո կվերցնես։ Ես ասա իմ ձեռով համով կոֆե կազմակերպեմ։ Աչեմ ուզում ես այս վիճակով թողնեմ գնամ։ Հա բայց այդքան էլ չեմ կարող մնամ։ Գեղը 1000 գործ կա։ Չէ, այս պետո հանգիստ գնա կյանքիդ մեռնեմ ես տեղը։ Մեկն էլ պետք է որ քեզ հետևի։ Հենա այդ մեկն էլ ես եմ։ Ասիրտս կախա Գարո ջան, չգիտեմ ինչ անեմ։ Ջաս պետո ջան, դու կարևորը քո առողջականին հետևի։ Գուգոն այդ աղջիկա այդ ընդհանրապես պլաններ չունի, ես ասում եմ։ Արի պետո ջան, լույսով տեղ հասնենք։ Ձեզ բարի ճանապարհ, հանգիստ գնացեք։ Հայրիկ դες գուշ կլնես, տրասը սարածա։ Հույս ունեմ, որ Գոգոն իրոք պլաններ չունի Անժելայի հետ կապված։ Ես էլ եմ հուսում։ Իրա, ես եկել եք վերջապես։ Տաթև ջան, բարև, ոնց ես։ Ես։ Իսկ դուք։ Մենք էլ ենք լավ։ Իսկ դաշնամուրը նորմալ է, կարող է լավ չի սարքել։ Կարող ենք ներսում խոսել։ Հա, կյանքիդ մեռնեմ, արի։ Արի Տաթև ջան։ Ապրես։ Չէ նկատել որ մոտս չի։ Հա, խառն է իր Անժելայի բաղ։ Հա, Լսի բան հարցնեմ։ հարցերը։
Ինչ որ բան կա ձեր մեջ։ Ում մեջ։ Քո Անժելայի։ Ինչ պետք է լինի, որ։ Լսի լավ տղա է երևում։ Անժելայի նմանները կարողանում են առիթից օգտվել ու օգտագործեն։ Չհասկաց այդ ինչ ես տենց խոսում, որ։ Փաստորեն ինչ որ բան կա։ Ոչ մի բան էլ չկա, բայց դա չի նշանակում, որ դու պետք է տենց խոսաս։ Դու գիտես, ես զգուշացրեցի։ Նայել Լևոնի հետ խնդիրներ չունենաս։ Այդտես միանգամից որոշեցիր, հա։ Չես էլ հարցնում, կարելի է, չի կարելի։ Եկել տեղյակ ես պահում ուղղակի։ Ես չեմ եկել արձակում վերցնելու, որ հարցնեմ կարելի է թե չէ։ Ես եկել եմ ասեմ, որ էլ չեմ գալու։ Էդ էլ պետք է հարցնես։ Թե մոռացել ես, որ աղջկադ վիրահատության գումարը ես եմ տվել։ Ես ոչ մի բան չեմ մոռացել, բայց այդ գումարը ես իմ աշխատանքով շուտվանից արդեն փակել եմ ու դու դա շատ լավ գիտես։ Գումարը հա փակել ես, բա տոկոսները։ Ինչ տոկոսներ։ Ես քեզ ոչ մի բան պարտք չեմ, այն ժամանակ մենք սենց չէինք պայմանավորվել, Լևոն։ Դու կաշխատես այնքան, ինչքան ես կուզեմ։ Դրսում սպասի։ Ես հենց այս հարցով էլ եկել եմ։ Գուգո դու մի խառնվի։ Յա, այս բանման կա, հա ոնց որ։ Այդ քեզ չի վերաբերվում։ Ես ասեցի, որ չեմ գալու ու վերջ։ Թեման փակա։ Սպասի։ Մարդը քեզ ասես, որ չի գալու։ Լավով եմ ասում, մի խառնվի, ինքը ինձ պարտք է։ Ես քեզ ոչ մի բան պարտք չեմ, հերիքա թող։ Ես եմ որոշում, պարտք ես թե չէ։ Հանգստացի, մարդը քեզ ասում է, որ չի գալու։ Հասկանում չես։ Աչքի թոյը հանեմ։ Რა տեղեք ստեղից երկուսդ էլ։ Ունգերները թե դեր չգաք ստեղ։ Իսկ դու մի մոռացի, որ ստեղ ընդամենը կառավարիչ ես։ Տերը որ իմանա 5 րոպե հետո ստեղ չես լինի։ Սրա համար պատասխան եք տալու։ Ամով կոֆե էտվել է սորին վրա է։ Շատ բարդ գործ է։ Բերելը բայց ավելի բարդ է։ Մի րոպե։ Լավ է։ Ես քեզ, Տաթև ջան, ես քեզ։ Ես էլ քեզ Արտակ ջան։ Տաթև ջան, լավ արեցիր, որ եկար։ Երեկվա այդ դաշնամուրի հետ կապված հիմար պատմությունից մեզ սնեց անարմար էինք զգում։ Հա, իրականում մոռանանք թող գնա, էլի։ Դա հնարավոր չի մոռանալ։ Բայց ինչի համար, Տաթևիկ ջան։ Դե հազար անգամ ասեցինք կներես, երեխայություն ենք արել, էլի։ Ավելի կոնկրետ հիմարություն։ Հա, թող տենց լինի, հիմարություն ենք արել։ Հետո հարևան մարդիկ ենք, էլի։ Իրար տեսնելուց ինչի հիմար վատս գանք, որ։ Երեխեք, Մելսիդա տատիի ոսկյա մատանին ա կորել։ Այս ինչ վատ բան ա եղել։ Դե ասա ինչով օգնենք Տաթև ջան, մենք ինչ կարամ կանենք։ Արտակ ձեր եք առնում։ Բայց ինչի հիմար։ Գարո տանը օտար եղել եք մենակ դու, Արտակը ու այդ դաշնամուր Սարգողը։ Մատանին դրված է եղել հյուրասենյակի պահարանում։ Թե հա հետո ինչ։ Չէ մի վարկյան դու մտածում ես, որ այդ մատանին ես եմ տարել։ Ես խոստացել եմ, որ կգտնեմ այդ մատանին, ինչ էլ որ լինի։ Ես չգիտեմ ձեր խիղճը ոնց կտա, բայց եթե ձեր մեջ մի փոքր գոնե ազնվություն կա, երեխեք այդ մատանին հետ բերեք։ Տաթևիկ ջան, ես ազնվությամբ քեզ ասում եմ։ Ես ընդհանրապես կապ չունեմ այդ մատանի հետ։ Արտակ, խոսի մի բան ասա։ Տաթևիկ, սպասի մի վարկյան։ Տաթևիկ։ Իմաց չունի մի գնա։ Ինչի համար մի բան չխոսեցիր, Արտակ։ Ինչ ասեմ։ Մարդն ասում է, որ մենակ մենք ենք տուն մտել։ Պարզա որ մեզից մեկն է։ Արտակ, այսինքն Արտակ, դու էլ ես մտածում, որ այդ ես եմ տարել։ Չէ։
Ես վստահ եմ, որ այդ դաշնամուր սարքողն է տարել։ Հա ես դրա Պետքա դրան գտնենք, ուրիշ տարբերակ չկա։ Հա ես չեմ հասկանում, արա։ Ես ինչա կատարվում։ Ամեն օր ինչ որ թազա պատմության մեջ ենք։ Դրա համար է կամոտը։ Պետքա դրան գտնենք, ասում եմ, ուրիշ տարբերակ չկա։ Ու շուտ։ Ասա։